Բարձր դատարան նաև հետևյալ հարցը պետք է քննարկենք, եթե որևէ պարագայում բարձր դատարանը կդիտարկի, որ չէ այնուամենայնիվ 101-րդ հոդվածի կարող էր ազդել ընտրությունների արդյունքի վրա այս հատվածը հաստատված է, իսկապես կարող էր ազդել, եթե ի հեճուկս էսին փաստարկների դատարանը հանգի այդ հետևության, պետք է քննարկի մի հարց, լավ ստեղծված իրավիճակում, որն է լուծումը։ Վենետիկի հանձնաժողովը ասում է, եթե պետքա վերաքվեարկության հարց քննարկվի, այդ հարցը քննարկող մարմինը պետքա պատասխանի մի հարցի։ Վերաքվեարկությունը կհանգեցնի նրան, որ կվերականգնվի այն արատավոր իրավիճակը, որը ստեղծվել է խախտման արդյունքում, թե կարող է ավելի խորանա այդ իրավիճակը։ Հիմա եկենք եւս մեկ անգամ երևակայենք։ Հունիսի 7-ին ցանկացածս, այդ թվում մենք, երբ որ գնացել ենք ընտրատեղամաս, պատասխանել ենք մի հարցի։ 18 ուժերից, որին փորձենք մեր քվեով օգնենք, որպեսզի ներկայացված լինի խորհրդարանում։ Պոտենցիալ վերաքվեարկության դեպքում այդ առանձին տեղամասերում, այդ տեղամաս գնացող ընտրողները պետք է պատասխանեն լրիվ այլ հարցի։ Կոնկրետ ոչ թե 18, այլ կոնկրետ մեկ ուժի իրենց քվեով փորձեն օգնել, նպաստել, որպեսզի հայտնվի խորհրդարանում, թե չէ։ Ոնց կարող է մի գործընթաց, որում ես որոշում եմ մի ուժի նպաստեմ, թե չէ, վերականգնել պատկերը այն գործընթացի, որտեղ ես որոշում եի 18 ուժերից, որ մեկին օգնեմ անցնի խորհրդարան, թե ոչ։ Միգուցե գործընկերները ասեն, լավ, այդ դեպքում համապետական վերաքվեարկություն։ Իրավիճակը փոփոխվում է, բայց ոչ կտրուկ, որովհետև մենք բոլորս արդեն որպես ընտրող տեսել ենք բարձր դատարան, որ 18 ուժերից միայն 4-ն են, որ կամ վստահաբար հաղթահարել են շեմը 3-ը, կամ մեկը, որ մոտիկ է շեմի հաղթահարմանը։ Հաջորդ ուժը, որը ամենամոտն է միասնության թևեր կուսակցությունը, երկուսից ավել 3-ին չհասնող տոկոս է հավաքել։ Այսինքն բոլորի համար, անգամ համապետական վերաքվեարկության պայմաններում ակնհայտ է լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ ամենայն հավանականությամբ չունի, որտեղ այդ ձայները փոշիանալու են, որտեղ ոչ մի նախադրյալ մտածելու, որ ընդամենը նայած երբ կլինի այդ վերաքվեարկությունը, եթե լինի, հուսամ չի լինի, բայց բոլորովին վերջերս հունիսի 7-ին տեղի են ունեցել ընտրություններ եւ այ հիմա շատ կտրուկ պատկերը փոխվելու է, նման նախադրյալ չկա, հետեւաբար անգամ եթե արձանագրվում է, որ այս խախտումները, ելի եմ ասում, կարծում եմ հիմք չկա դրա արձանագրման, բայց եթե արձանագրվում է, որ այս խախտումները կարող էին ազդել արդյունքների վրա, ոչ տեղամասերում վերաքվեարկությունը, ոչ համապետական վերաքվեարկությունը չի կարող բերել նրան, որ մենք վերականգնենք պատկեր եւ վերականգնենք ընտրողի իրական կամքը։ Պարոն Օրբելյանը մեկ այլ միտք ասեց այս դեպքում, եկեք, եթե վիճելի է, եկեք քննարկենք հօգուտ այդ մասնակից ուժի։ Առաջին հայացքից կարա տրամաբանական թվա, բայց երկրորդ հայացքից եւ երրորդ հայացքից ոչ։ Գիտեք ինչու։ Որովհետեւ այդ այսպես ասած շահերի պաշտպանությունը այդ ուժի լինելու է ի հաշիվ մյուս ուժերի, որի դեպքում նորից խեղաթյուրվում է ընտրողի կամքը։ Ավելին ասեմ, մենք հիմա քննարկում ենք ընդդիմադիր քաղաքական ուժի շեմը հաղթահարել չհաղթահարելու հարց։ Այս նույն իրավիճակը կարող ստեղծվել եւ անվավեր ճանաչման արդյունքում իշխող ուժը օրինակ որակյալ մեծամասնություն ունենում է, թե չի ունենում, իր ձայների առումով։ Այսինքն այդ ժամանակ էլ էր ընդդիմության համար այս տրամաբանությունը ընդունելի լինելու, որ եկեք դնենք վերաքվեարկություն, որը 100% տակտիկական է լինելու, եւ այդ վերաքվեարկությամբ թող որոշվի իշխող ուժը ունի 3/5, թե չունի 3/5 կամ անգամ սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն այստեղ չկա անպայման ընդդիմության շահերի պաշտպանության այդ կոմպոնենտը։